Վեց քայլերը։ Առաջինը արդեն խոսեցինք, դա ուժեղ դիվանագիտությունն է։ Մենք հայտարարել ենք, որ չենք գալու զրոյական կետից մեկնարկելու, որովհետև ցավոք սրտի մենք տեսանք զրոյական կետի ցավալի ու դաժան հետևանքները մեր հանրության համար, հա, արդեն մեկը եկավ զրոյական կետից մեկնարկը տվեց։ Մենք գալու ենք գույքագրենք իրողությունները։ Մեր գերխնդիրն այն է, որ հայկական շահը պետք է լինի իշխանության համար գերակա եւ այդ հայկական շահով պետք է առաջնորդվենք։ Ու այդ օրակարգով մենք կառուցելու ենք ուժեղ դիվանագիտություն։ Ուժեղ դիվանագիտությունից արդեն բխելու է եւ զուգահեռ տարվելու է ուժեղ բանակը։ Ուժեղ բանակը հագեցված է լինելու նորագույն համակարգերով։ Մեր տեսլականում է 10,000 դրոնը եւ ATS-ը։ Ու այս դրոների ներկրումը գալիս է պաշտպանված երկինք ունենալուն։ Չորրորդ խոստումը, չորրորդ կետը դա խելացի սահմաններն է։ Այստեղ մենք 100% պաշտպանված եւ ամուր դիրքերով սահմանների երաշխիքների ենք գնում, ու այդ երաշխիքներն են լինելու կիբերանվտանգությամբ, սենսորային գիշերային տեսանելիության սարքերով, թիրախավորման կանխարգելման համակարգերով։ Այսինքն մեր զինվորը պետք է այնպիսի սահմանի կանգնած լինի, որ զինվորին հասնելու համար թշնամին լրացուցիչ մարտահրավերներ հաղթահարելու խնդիր ունենա։ Սա գերնպատակ է։ 5-րդ խոստումը՝ արժանապատիվ ծառայություն։ Զինվորները պայմանագրային ժամկետային զինծառայության ստանալու են աշխատավարձ, այնուհետև անվճար կրթության իրավունք են ունենալու, որովհետև այսօրվա իրականությունում այո խնդիր է, երբ պարտադիր զինվորական ծառայությունից զինվորները երիտասարդները վերադառնում են, կիսատ է մնում ուսումը կամ ընդհանրապես ուսման դիմաց չեն լինում միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո եւ ըստ էության իրենց ապագայի խարսխման խնդիր են ունենալու։ Պետությունը պետք է ունենա մոտեցում տեսլական եւ համակարգա, նախ զինվորը գնահատված է լինելու, 6-րդ քայլը դա տեղական ռազմաարդյունաբերության զարգացումն է։ Դա շատ կարեւոր է։ Այո, Սամվել Կարապետյանի շնորհիվ միջազգային ներդրումներ են բերվելու անվտանգության ոլորտում եւ նաեւ տեսլական կա, թե ինչ բնույթի ռազմաարդյունաբերական գործարաններ պետք է հիմնադրվեն, ինչ բնույթի որ բնակավարներում են դրանք լինելու, ինչպես են իրացվելու եւ այս համապարփակ 6 քայլերի համադրությամբ, այո, մենք ունենալու ենք ուժեղ խաղաղություն, որը խարսխված է լինելու ուժեղ բանակի, երաշխավորված բանակի եւ անվտանգային համակարգի վրա։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր